Հարությունյան, նախ երեկվա դատական նիստի մասին այդքան հորդորում եք դատարանին, ասում եք, որպեսզի պարոն Կարապետյանին այդ մեքենայով չբերեն, բայց փաստորեն շարունակվում են, ինչ միտում եք տեսնում, ինչու է այդպես։ Միտումը շատ պարզ է, դա իսկապես փոքրոքության դրսևորում է եւ ծաղր է իրավունքի նկատմամբ, բայց դրա վերաբերյալ կարծես լուծումը իսկապես ուրվագծվել է։ Եթե դուք նկատեցիք, այդ օրը մենք ինչ որ իմաստով արձանագրեցինք, որ կարծես ոստիկանության ծառայողները առերևույթ լիազորությունների անցում, չարաշահում կատարելու իրավիճակում են հայտնվել։ Բայց թող դա արդեն իրավապահները քննեն, դատախազներ ներկա էր, կարծես դատարանը եւս հետեւողական է լինելու։ Վարդևանյան, մենք տեսնում ենք, որ ռեպրեսիաները կուսակցության անդամների նկատմամբ շարունակվում են, 2 ամսով կալանավորվեց Ալիկ Ալեքսանյանը, մտավախություն չկա, որ մինչ ընտրություններ, չնայած նրան, որ քիչ ժամանակ է մնացել, կրկին անձանց կկալանավորեն։ Գիտեք, կարծում եմ այս իշխանությունները ապացուցել են, որ իրենք որևէ այլ գործողություն, քան մարդկանց բանտ տանելն է, չեն պատկերացնում։ Իդեպ հիմա նույն օրինակ, ինչի համար պետք է Ալիկ Ալեքսանյան կալանավորվի։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում այդքան այլ խափանման միջոցներ կան, բայց ընտրում են հենց դա։ Իդեպ ընտրում են առանց որևէ մի ինչ-որ ինտենսիվության, առանց որևէ մի տվյալի, մեղադրանքի տեսանկյունից 0 տվյալից է այն բաղկացած։ 0 Գործընկերները արդեն որակեցին դա որպես քաղաքական հետապնդում։ Ես ուղղակի ներողություն եմ խնդրում մեր գործընկերներից, որ ինքս 3 չհասցրեցի մասնակցել նիստին, քանի որ բանավեճին էի մասնակցում, չգիտեմ դա ինչքանով էր ավելի օգտակար, առնվազն կարող եմ մի բան ասել, որ առիթից օգտվելով ազատություն մաղթենք բոլոր քաղ բանտարկյալներին։ Բանավեճի մասին խոսելով տարբեր հակասական կարծիքներ ենք լսում, իշխանությունը այս դեպքում ինչպիսի դիրքերում է, արդյոք այսպես ասենք խեղճացած են, թե ավելի առավելություն ունեն ընդդիմադիրներին։ Թող հանրությունը գնահատի, ես առնվազն կարող եմ ասել հանգամանքներ կային, որոնք ուզում էի ներկայացրել եմ, առանց կաշկանդվելու, շատ ուղիղ եւ շիտակ։ Եկեք իսկապես, քանի որ այն 4 ժամ տևել է, մեր հայրենակիցներին դրանով կրկին չծանրաբեռնենք, բայց մի բան հստակ է, որ այդ բանավեճի ֆորմատը արդյունավետ չէ։ Այդտեղ որոշակի իհարկե լուծումներ պետք է մտածվեն։ Ամեն դեպքում նաև ակնհայտ է, որ օրինակ կան ուժեր, որոնք ներկայանում են որպես առանձին ուժ, բայց ամբողջությամբ սատարում են կոնկրետ օրվա իշխանությանը։ Այդ իմաստով մեր հայրենակիցները թող դրա մասին իմանան, տեղեկացված լինեն, որ օրինակ այդ ուժին ձայն տալը դա ձայնի փոշիացում է, այսպես։ Գիտեք, երևի հիմա իրանց անունը նշելով, ստացվում է ինչ-որ իմաստով իրենց նկատմամբ ուշադրություն ենք հրավիրելու։ Այնքան ակնհայտ էր դա բանավեճի ընթացքում։ Նույնիսկ գործընկերներ կային, ասում էին, եկեք դուք դուրս եկեք այդ կուսակցությունից, մտեք ԿՊ։ Ավելի ազնիվ կլիներ։ Պարոն Վարդևանյան, շուրջ 1 ամիս առաջ հենց այստեղից մեկնարկեց ձեր նախընտրական քարոզարշավը եւ նորից այսօր այստեղ եք, այս ընթացքում ինչ եք արձանագրել։ Արձանագրել ենք մեր հայրենակիցների շատ դրական արձագանքը մեր ծրագրերին, արձանագրել ենք մեր հայրենակիցների մոտ հույսի արթնացումը, վերականգնումը, որ իսկապես արդեն հույս են տեսնում մեր հայրենակիցները եւ իսկապես հավատում են փոփոխություններին։ Եվ այսօր նաև կարևոր հանրահավաք կունենանք, կազդարարենք մեծ հաղթանակի սկիզբը։ Պարոն Վարդևանյան, կներեք, ես ուշ միացակողություն է հարցը ընչեցված լինի։ Ընդհանուր առմամբ քանի քաղաքացիական հայց է ներկայացվել իշխանության ներկայացուցիչների, պաշտոնյաների նկատմամբ, մեկի մասին արդեն իսկ որ Ալեն Սիմոնյանի նկատմամբ է եղել ահագին է։ Եթե ընդհանուր վիճակագրությունը ասենք, խոսքը գնում է իսկապես 10-ից ավելի հայցերի մասին։ Այսինքն շատ հայցեր կան ներկայացված եւ դա պերմանենտ գործընթաց է, այսինքն դուք դա էպիզոդներով մի Փաշինյանի, չգիտեմ, գրեթե բոլորի նկատմամբ է ներկայացվել է եւ հայլ ներկայացվելու է, սենց նայեք, այսինքն դա մի որոշում է, որը կայացվել է եւ ըստ դրա միշտ էլ ներկայացվելու են։ Գիտեք ոնց, երևի թե ուղակի այդ գործիքը եւս պետք է իրացվի։ Արդյոք այն անհրաժեշտ էր, թե ոչ դա էլ արծ է, բայց բոլոր դեպքերում ի նկատի ունեցեք ցանկացած որևէ ձևի զառանցանք ներկայացնելու դեպքում դրան պետք է լինի արձագանքը քաղաքացիայի իրավական վեճով։ Իսկ դատախազություն դիմում Փաշինյանը ասում էր, այո, ես սպառնում եմ։ Այդ թվում նաև Սամվել Կարապետյանի ներսպառնում։ Դատախազության դիրքորոշմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ ապօրինի գործողություն չի կատարվել, բայց ես նկատել եմ, որ հանրությունը օրինակ դրա նկատմամբ այսպես ասած նույնիսկ զարմանք չունի։
Ցավով եմ սա ասում, որովհետև դատախազությունը նշանակում է իր անկախության աստիճանը իսկապես շատ ներքև է իջեցնում։ Սա ցավով եմ ասում, այսինքն որևէ մեկը ակնկալիք էլ չուներ։ Պարոն Վարդևանյան, իսկ Ալիկ Ալեքսանյանի դատավոր Նելի Բաղդասարյանը, եթե ճիշտ եմ ասում դատավորան ազգալու, ինչ հիմնավորմամբ է երկու ամսով կալանավորել։ Դատական ակտին չեմ ծանոթացել, բայց կարող եմ ասել չի կարող լինել հիմնավոր, որտեղ այնտեղ գործ չկա։ Իսկապես ոչ ինտենսիվություն կա, ոչ բովանդակություն կա, բայց կալանք կա։ Դե այս իշխանությունները միայն դա են լավանում, բոլորին տանեն բան։ Իմ կարծիքով, եթե իսկապես մի գործիքակազմ մշակեն, բոլորին կուզեին տանել բան։ Պարոն Վարդևանյան, եւ եթե այս իշխանությունը վերարտադրվի, վերընտրվի, փողոցային պայքարի ուժեղ Հայաստանը Մենք հասնելու է։ գնում ենք մեծ հաղթանակի։ Շնորհակալ եմ։ Մենք գնում ենք մեծ հաղթանակի։ Շնորհակալ եմ։